ծախսերի մասով ինչի հիմնականում չի եղել լրացուցիչ գործիքակազմի, բայց մայիսի ընդություններից առաջ ավելի քան 60 միլիոն դրամ հատկացվեց Պարուսյանի կողմից կառավարությունը, հատկացվեց առողջապահության նախարարությանը, բայց դա ինչի համար է։ Չի հատկացրել 60 միլիոն դրամ առողջապահության նախարարությանը։ Մայիսի 29-ի կառավարությանից Թիվը սխալ եք ասում, չի եղել 60 միլիոն դրամ հատկացում։ Մի հատ կարող ենք ճշտել։ Պահուստայի ֆոնդից առողջապահության նախարարությանը 60 միլիոն դրամ չի հատկացվել։ ավելի քիչ հատկացվել։ Թե մայիս ամսին, թե դրանից առաջ էլ եղել են պետական պատվերով հավելումներ եւ այս վերջի կառավարության որոշումով հենց ապահովագրական հիմնադրամին ուղղվել է 7.1 միլիարդ դրամի չափով հավելյալ գումարներ, ինչպես ասեցի, ավել շահառուների թվաքանակի հաշվարկով։ Ոչ թե որ ծախսերն են մեր սահմանվածից ավել եղել եւ կարիք է եղել հավելյալ գումարներ տալ, այլ օրենքով սահմանված ապահովագրված անձանց թիվը աճել է պետության կողմից սուբսիդավորվող խմբի եւ պետությունը իր պարտավորությունը իրականացրել է։ Երկրորդ հարցը, այս հարցը դու կառավարության նիստին հաջորդած չբազմություն արձագանքել, բայց ոչ այնքան հստակ, քանի որ պարոն Բաղրյանն այստեղ նստած է, ուսան պարզություն ունի։ Ընդություններից հետո շատ ահազանգերում են կրթական համախառնում եւ նաեւ առողջապահության ազատումների հետ կապված, որոնք կապված են քաղաքական պատճառներով եւ այս կենտրոնի ողջունողը ահազանգում է, որ ձեր ցուցումով է աշխատանքից ազատվել, համենայն դեպս պարոն Բաղրյանը նրան ասել է, որ իրեն ասել են, որ ազատվել, ոսկի 30 տարվա փոխումների մասին է, որը մինչև այդ իր պնդմամբ որևէ նպատողություն եւ վերապահում իր աշխատանքների կապված չի եղել։ Ուղղակի այստեղ ուզում հասկանալ, թե ով ճիշտ չի խոսում։ Դուք ցուցում տվել եք, թե ոչ, պարոն Բաղրյանն եք։ Կներեք, բայց ես մի րոպե, ներողություն եմ, սա իմ ասուլիսն է, ես կխնդրեմ այստեղ հակադարձ հարցաքննության չվերածել։ Եթե պարոն Բաղրանին հարց կունենաք, ձեր իրավունքների շրջանակներում հարցում կուղարկեք պարոն Բաղրանին, կպատասխանի պարոն Բաղրյանը։ Այս պահին ինձ հարցը խնդրեմ ուղղեք։ Դուք ցուցում տվել եք պարոն Բաղրանին աշխատանքից հեռացնել Լիլիթ Ղազարյանին, Էդգար Ղազարյանի քրոջ։ Ուրեմն արդեն 2 տարի է Դեղերի փորձագիտական կենտրոնը մինչ այդ հանդիսանալով փակ բաժնետիրական ընկերություն ուներ լրիվ այլ կառուցակարգ, կազմված է 2 առանձին հատվածներից, լաբորատոր առանձին ստորաբաժանում եւ այլն եւ այլն։ Մենք այս ընթացքում շատ երկար կառուցվածքային փոփոխություններով ենք անցել։ Դեղերի փորձագիտական կենտրոնը ՓԲ-ից վերածվել է ՊՕԱԿ-ի, փոխվել է ամբողջ հաստիքացուցակն ու կառուցվածքը, սրա հիման վրա ազատվել են աշխատանքից մի շարք աշխատակիցներ եւ այս աշխատանքները կառուցվածքի փոփոխության, հաստիքների վերանայման եւ ընդհանուր առմամբ մեր կենտրոնում նոր կադրային քաղաքականություն վարելու շարունակական է, սկսվել է 2 տարի առաջ եւ շարունակվելու է հաջորդի։ Տիկին Ղազարյանը այլ կարծիք ունի իր աշխատանքային իրավունքների մասում, մենք ապրում ենք իրավական պետությունում, կարող է գնալ դատարան, մենք հետ կվիճարկենք հակառակը։ Հաջորդի Բան հենց ես դա եմ ասում, մենք ապրում ենք իրավական պետության մեջ եւ շատ իհարկե կարող է ձեզ համար զարմացնում է, որ նաեւ պետությունն է պարտվում դատարանում, այլ լինում է, սա իրավական գործընթաց է, ի վերջո մենք էլ պարտադրված ենք դատարանի կողմից կայացած վճիռներով, մենք մեր տեսակետը կներկայացնենք, եթե գնա դատարան, իր տեսակետը կներկայացնի դատարանը կորոշի, թե իրավական առումով ով է ճիշտ, ով ճիշտ չէ կամ ինչ որ որոշի։ Հաջորդի, սա մեր քաղաքականությունն է։ Եթե Տիկին Ղազարյանի կամ որևէ մեկ այլ անձի քաղաքական հայացքների հետ կապված ես կադրային քաղաքականություն որոշեի, այդ որոշումը 5 տարի չէի հետաձգի։ Եվ կիրականացնել 5 տարի առաջ, 4 տարի առաջ, 3 տարի առաջ, 2 տարի առաջ, 1 տարի առաջ եւ այլն եւ այլն։ Կխնդրեմ անիմաստ մանիպուլյացիաներ
եւ իրականության աղավաղում չանել։ Սա պարզ գործընթաց է։ Հարց եմ ուղղում, իսկ ինչի նախորդի ազատվածների մասին չեք բարձրաձայնում։ Նրանք մարդ չէին, այսինքն միայն Տիկին Ղազարյանն է, որ աշխատել է փորձագիտական կենտրոնում եւ երբևէ աշխատանքից ազատվել է։ Անհասկանալի է։ Դուք հունվարին հաստիկացուցակ եք հաստատել այս կենտրոնին, որտեղ երկու փոխնորեն են սահմանված։ Հիմա դուք խոսում եք ռեֆորմների մասին, որոնք երկու տարի եղում են, բայց փաստ է, որ հունվարին սահմանված հաստիկացուցակով այս կենտրոնը ունեցել է երկու փոխնորեն։ Եվ ինչն էր ինձ խանգարում դեկտեմբերին որոշել Տիկին Ղազարյանի քաղաքական հայացքներից ելնելով սահմանել այլ հաստիկացուցակ։ Ինչով է ես քաշկանդված եւ եթե դուք դրա հետ եք կապում, բացարձակ ձեր արգումենտը ուժ չունի։ Ես չեմ կապում, ես արդեն տեղյակ եք, վերացվածն եմ կապում։ Ես կապում եմ, թե չի կապում, դա արդեն Եթե լրացուցիչների Սանա ջան, ես մանիպուլյացիայի մեղադրանքը լրագրողին ուղղված չէ, դուք հարց եք բարձրացնում, ես էլ ձեր հարցին ի պատասխան միայն այն պատճառով, որ չի հիմնավորվել, այսինքն մարդու համար, որը 30 տարի աշխատել այս կենտրոնում, եւ նրա հետ աշխատած բոլոր ընկերությունները, որոնք որ գործ են ունեցել դրա հետ, համարում են, որ այս կենտրոնում նա բացառիկ պրոֆեսիոնալ է։ կենտրոն աշխատելու ժողովուրդ ջան։ Ես փոխանցում եմ այն, ինչ ասել եմ։ Եվ քանի որ դուք էլ չեք հիմնավորել, դրա համար հարցը պարբերաբար ծախում է։ Ուրեմն ես հիմնավորեցի, իմ պատասխանը, եթե ձեզ կամ ինչ-որ մեկին չի բավարարում, դա արդեն իրենց խնդիրն է։ Հայաստանի Հանրապետության մի գործատու դեղերի փորձագիտական կենտրոնն է, մի գործատու էլ այլ անձինք են, եւ կարող են ազատ հրավիրել իրենց մոտ աշխատանք։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ ավարտում Ես ձեր գնահատականների հետ համաձայն չեմ, ես հարցի պատասխանեցի։ Ցուցումը ձեր կողմից է նշել, լրագրողը հարցրեց, որ ձեր ցուցումը դուք չարձագանքեցիք։ Հասկանանք ի վերջո նախարարի ցուցումը է ազատվել Տիկին Ղազարյանը, թե նախարարի ցուցումը չի ազատվել։ Նախարարը կադրային քաղաքականությունը իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում, ես ձեզ բերեցի մանրամասն հիմնավորումներ, հավելյալ ասելով բան չունեմ։ Դիմեք կհասկանանք։ գրավոր հարց չեմ Ուզում եք 13 անգամ կրկնեք հարգելիս։ 14, 44, 64 չի կարելի։ Ես պատասխանեցի։